Գաղտնի փաստաթուղթ. Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանում ընտրությունների վրա։ Բացահայտումը շվեդական Blankspot-ինն է։ Կայքը ռուսական ծագման փաստաթուղթ է գաղտնազերծել 2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր վերնագրով, որում նախանշվում են ինչպես ռուսական կողմի ընդհանուր նպատակները, այնպես էլ կոնկրետ մեթոդները։ Ըստ փաստաթղթի Ռուսաստանը ծրագրում է նվազեցնել Հայաստանի իշխանության վարկանիշը։ Ի թիվս այլնի նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրություններին ընդառաջ կասկածի տակ դնել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը։ Նաև նկարագրվում է, ինչ ջանքեր են գործադրվում հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մեկ այլ նպատակ է կանխել Փաշինյանի քաղաքական կերպարի բարելավումը կամ արդիականացումը։ Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե ընդդիմադիր որ կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխարեն։ Սակայն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է կիրառվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Առաջարկությունների ցանկում է սոցիալական ցանցերում ավելացնել Ռուսաստանամետ նարատիվները։ Դրանք 2025 թվականի աշնան համեմատությամբ օրական 1 միլիոն դիտումից հասցնելով մինչև 3 միլիոնի։ Փաստաթղթի համաձայն ռուսամետ հարթակներում կարծիք ձևավորողների թիվը 15-ից պետք է հասցվի մոտ 40-ի։ Նրանցից առավել ակտիվները պետք է ներառվեն ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում։ Նաև նախատեսվում է սոցիալական ցանցերում իշխող ուժի դեմ ֆեյքերի արշավ անցկացնել։ Blankspot-ը կարողացել է ստուգել փաստաթղթի իսկությունը և ծագումը, սակայն հնարավոր չի եղել որոշել, թե մինչև օրս որքանով է ռազմավարությունը կյանքի կոչվել։ Սակայն փաստաթղթում ներառված որոշ դրույթներ արտացոլում են Հայաստանում վերջին որոշ զարգացումներ։ Blankspot-ը պարզել է, որ այս տվյալները ստացվել են 2026 թվականի մարտից առաջ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված անձի օգտահաշվի վրա հաքերային հարձակման արդյունքում։ Հայաստանում այդ անձը մասնակցել է համաժողովների և սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, նաև պարբերաբար մեկնաբանություններ արել մամուլում։ Ուղերձը նույնն է եղել՝ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով հեռանալով Ռուսաստանից։ Ըստ փաստաթղթի քարոզչական նման թեզերին հակազդելու անհրաժեշտությունը դրդեց Հայաստանի կառավարությանը 2025 թվականի դեկտեմբերին դիմել Եվրոպական միությանը, խնդրելով նույն աջակցությունը, որը տրամադրվել էր Մոլդովային նախորդ տարվա խորհրդարանի ընտրության ժամանակ։ Կայքը մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքը, որի համաձայն Հայաստանի դեմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ Մոլդովայի դեմ։ Կասկածներ կան, որ նմանատիպ գործելավոճ է կիրառվել նաև հարևան Վրաստանի դեմ, որտեղ 2024 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ-ին հատուկ աջակցության համար չեն դիմել։ Ապրիլին Մետան փակել է Facebook-ի մոտ 70 կեղծ համարված հաշիվ և էջ Հայաստանում։ Միևնույն ժամանակ ռուս պաշտոնյաները բազմիցս մեղադրել են հայաստանյան քաղաքասարակությանը հակառուսական նարատիվներ տարածելու համար։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ սա դասական քարոզչություն չէ, այլ սոցիալական ինժեներիայի դրսևորում, որի նպատակն է անվստահություն և բևեռացում սերմանել հասարակության մեջ։ Blankspot-ը նշում է, որ փորձ է արվում ոչ միայն ազդել մարդկանց մտածողության, այլև նրանց քաղաքական դիրքորոշումների և գործողությունների վրա։ Պարբերական նահազանգում է, որ այս արշավն իրականացվում է բավականին համակարգված ձևով։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։